նշեց այն, ինչ որ ունենք, պետք է նշեմ, որ այո, մասնակցի բացակայության պայմաններում կոնկրետ դրվագով, այն էլ այն դեպքում, երբ ինքը հենց մեղադրող Արգամ Դալաքյանը բողոքարկում իր կողմից չի ներկայացրել եւ թույլ է տալիս, այսպես ասած, իլուր ամբողջ հասարակության իր տեսաուղերձով վստահորեն ոտնահարելով անմեղության կանխավարկածը, կոպիտ կերպով ոտնահարում է այդ քայլով անմեղության կանխավարկածը եւ այդ պայմաններում ես ինքս մինչև դատական նիստը, այսինքն վաղը ժամը 10:30-ը խորհուրդ կտամ մեր հարգելի դատախազին ցուցաբերել որպես այդպիսին քաղաքական արիություն եւ մինչև դատական նիստերի դահլիճը ներկայանալը հայտնել ինքն իրեն ինքնաբացարկ եւ չմտնել այսպիսի ապօրինությունների տակ, ինչպիսին սկսվել է դեռևս 2025 թվականի հունիսի 17-ից։ Սա քրեական վարույթ չէ։ Սա 135 հատորանոց դատական իշխանության ղեկավարի կողմից վրեժխնդրություն է, սա վախի դրսևորում է եւ նման պայմաններում հայտնել այդպիսի հասարակությանը տեղեկատվություն, որ հաստատված այն էլ հանգամանքներով իրականությանը չհամապատասխանող, սա ընդամենը չեմ կարող ասել, սա աբսուրդի ժանրից է, որը որ մեր աշխատանքային պրակտիկայում երբևէ գոյություն չի ունեցել նման իրավիճակ։ Ես կարող եմ այսքանը ասել եւ հուսանք, որ մեր միջնորդությունը վաղվա դատական նիստով, ինչպես նշվեց, առաջնահերթության կարգով կքննարկվի եւ կունենանք գոնե այս անգամ արդար որոշում է ակնկալում պաշտպանական կողմը դատարանից։ Այսքանը։ Ես ավելացնեմ, լրացնեմ գործընկերներիս, միանում եմ